Հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում, Թիֆլիսի նահանգ։ Գրել է քննադատական, հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է Սասնա Ծռեր Ձյուսազնավեպի «Սասունցի Դավիթ ճյուղը», համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ։ 1899 թվականին Թիֆլիսում ստեղծել է Վերնատուն գրական խմբակը, որի անդամներն էին Դերենիկ Դեմիրճյան, Լևոն Շանթ, Ղազարով Սաղայան, Ավետիք Իսահակյան, Նիկոլ Աղբալյան։ Ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի հիման վրա գրվել է Անուշ օպերան։ Անուշ օպերան հայ ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիակատար օպերան է, որ ազգային օպերային գրականության մեջ ստեղծեց նոր ոճական ուղղություն։ Երաժշտությունը եւ լիբրետոն գրել է Արմեն Տիգրանյանը։ Օպերան գրվել է 1908 թվականին եւ օպերայից առանձին հատվածներ ներկայացվել են Թիֆլիսում Ներսիսյան դպրոցի սաների ուժերով։